վերականգնելու այդ սովորությունը ինձ հիացնում է ընդհանրապես։ Հիմա էլ նոր բան են գտել, այսինքն թարմացրել են 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը։ Հիմա հետ գնանք, մի անգամ այդ փոცხի վրա կանգնեցին բանը, հուշագրերը չեն հրապարակում հուշագրերը։ Այդ փոცხով մի հատ կանգնեցին, լավ փոცხի վրա։ Դրանից առաջ խաղաղության համաձայնագիրը չեն գնում էին, նայում էին, դուրս էին գալիս, ասենց քրտնաթոր ինտերվյուներ էին տալիս բան, որ այսինքն բան զարթնիր լաո խաղաղության համաձայնագրի մեջ սարսափելի եւ այլն, խաղաղության համաձայնագիրը հիմա հրապարակված է։ Հիմա ձեզ թվում է թե այդ 2019 թվականի այդ ձեր գովական առաջարկությունը չի հրապարակվելու։ Ձգում ենք, հանգիստ տեղավորվեք այդ փոცხի վրա, հանգիստ նորմալ տեղավորվեք այդ փոცხի վրա, որովհետև այդ փոცხը նույն տեղը բան անելու, վայրեջքա կատարելու, ճշգրիտ նույն տեղը։ Եվ ինչ վերաբերվում է կուսակցությունների մասին օրենքին, որ ասում եք մենք ենք ընդունել, եթե այդ կուսակցությունների մասին օրենքը ձեզ հնարավորություն է տալիս գնալ, փակվել որևէ տեղ, փակվել բառից բուն իմաստով եւ կուսակցական ժողով անել, ուրեմն դա վատ, այսինքն վատ սողանցքներ է թողել։ Ինչ է նշանակում կուսակցությունը գնա փակվի, կոնսպիրատիվ համաժողով, այդ կուսակցությունն է թե բան, չոր խմբակ, կոնսպիրատիվ չեմ ուզում ասեմ ահաբեկչական։ Պետք է փոխել այդ օրենքը, պետք է արգել էլ դա։ Ինչ է նշանակում գնալ, փակվել Ծաղկաձորում բան կամ որևէ տեղ, չգիտեմ, մայրաքաղաքից հեռու, որ հանկարծ ոչ մեկ չիմանա եւ այլն, վերջում էլ գալ երկու տող հաղորդագրություն անել, թե այս ընտրվել է, այստեղ էս ո՞նց է ընտրվել, ո՞նց է, ով է ընտրել։ Ուր է քվեաթերթիկները, ուր է քվեարկությունը։ Արձագանք։ Այս ելույթը կվերցրեք։ Այդ ելույթ չի, հոդված է, կարդացեք, տեսեք ոնց եկեղեցու դեմ արշավը չեկայի ժամանակ անգամ տապալվել է։ Լուրջ եք ասում, էսա չեկայի մասին եք խոսում։ Հիմա շարունակեմ, մի քանի հարց դրեցիք, բայց մի հարցի չպատասխանեցիք։ Այդ որ գլուխ եք գովում, ՔՊԻ-ի նվիրատուների ցուցակը մի քանի անգամ ասել եք, այդ եթե մենք չբացահայտենք, որտեղից է ժողովուրդը իմանալու։ Սուտ եք ասում, ասեմ ինչի, որովհետև ՔՊ նվիրատուների ցուցակ չի հրապարակել, Ինֆոկոմը հարցում արել, 23 թվին, չեն պատասխանել, ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել 23 թվի դեկտեմբերին, ստիպած հաշտություն կնքելուց հետո նոր բան են արել, ժողովուրդը գիտեք որտից է իմացել, Սիվիլեթի հետաքննող լրագրողները ու կազմակերպած հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման միջազգային նախագծի շրջանակներում է, որ բացահայտվել է այն բոլոր կեղծ նվիրատվությունները։ Հիմա մեկ է այդ փակվելու հետ կապը։ Փակվում են դաշնակցականները կամ ուրիշ կուսակցականներ։ Փոխեք օրենքը գրեք բոլոր կուսակցությունների ժողովներին Նիկոլ Փաշինյանը կարող է ներկա լինել։ Օրենքը փոխեք։ Այսինքն ինչ է նշանակում։ Նայեք, 1.5 ժամում համագումար անելը աննորմալություն է։ Այդ քվեարկությունն էլ է քաշվում։ Այդ բաներ, հա ուղի եթերը ձևի համար էր, մենակ շեֆի ելույթի համար էր, մեկ է ձեր քվեարկության համար։ Լրություն։ Նիկոլ Փաշինյանը 15 թվականին էր կարծում եմ կհիշի, ինքն էլ Ալենե Սիմոնյան, երբ որ ՔՊ նոր ձևավորված էր, մի առիթով ինձ ասեց, որ գիտես ասեց, մեր կանոնագրի կարգապահական մասը դաշնակցությունից ենք վերցրել։ Եթե իմանայի այսօրն էր ասնելու, խնդրեի, որ չվերցնեին, որովհետև լսեք մի րոպե, որովհետև ինչ ժողովրդավարական կուսակցությունում, այդ թվում ու առաջին հերթին դաշնակցությունում երբեք թույլ չի տրվի այլ կարծիք ունեցող կուսակցականի հեռախոսի մեջ փրփրել ոնց որ Նովիկ Աղազարյանի դեպքում է։ Երբեք թույլ չէր տրվի։ Իսկ ինչ վերաբերվում է այդ խաղաղության փաստաթուղթ ձեր կոչվածին, հա ծանոթացել ենք,
ծանոթացել ենք ու բարեբախտաբար ծանոթանալու արդյունքում հիմա ասում ենք այն բոլոր կետերում, որ հայկական կողմը առնվազն առաջա քաշել, գլխավոր շտաբի քարտեզներ, սահմանում հայլային ետ քաշում, միջազգային կառույցի ներկայություն վեճահարույց հարցերի լուծման համար բոլոր այդ կետերը Ադրբեջանի պահանջով զիջել եք, բա ի՞նչ եք թողել, ոչ մի բան չեք թողել այդ թղթի մեջ, տեսել եք 24 տվինել այդ թուղթը, դրա համար էլ արգելեցիք ադրբեջանցիների պահանջով, տեսել ենք այդ թուղթը, տեսել ենք զիջումները, ինչ վերաբերում է Վաշինգտոնի, վերջի վարքյան, վերջի առնվազն ձեր կայքի վրա, ասեք այդ սուտը հանեն, Վաշինգտոնի Շնորհակալություն, ելույթ չի սա, ելույթ չի, տարին մի անգամ գալիս եք, ելույթ եք ունենում, տարին մի անգամ եք Պարոն Մանուկյան, տեսեք, դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու մեջ, ես ուզում եմ առիթից օգտվել եւ ձեզ մեղադրել սուտ ասելու մեջ, որովհետեւ եթե ձեր ասածները ճիշտ լիներ, հիմա դուք ասենք այս վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ եք արել։ Հիմա Վաշինգտոնի հռչակագրից հետո, այդ խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո, նույնիսկ հուշագրերի հրապարակումից հետո հեղափոխության կոչ ինչ գործ ունեք խորհրդանում։ Բա ինչ տենց վատա հրապարակային էլ տեքստա բոլորը կարդում են։ Հիմա դուք կարիք չունեք, որ կոնսպիրատիվ ինֆորմացիա տալ։ Այն ինչ որ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչ եք եկել այս փափուկաթորներին նստել եւ այդ փափուկաթորներից բան եք անում։ Կանգնեք էլ չնստեք, գնացեք, ինչ գործ ունեք բա ստեղ, ինչ գործ ունեք ստեղ բա, այդ տեսակ որ սուտ եք ասում, բա որ այդ ամեն ինչը ճիշտ է, բա ուր են ձեր զանգվածները, ուրա ձեր հեղափոխությունը, ոստես թողում եք համակերպվում եք դուք այդ ամեն ինչի հետ, համակերպվում եք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի, բա դաշնակ, բա այս ամեն ինչի հետ եկել նստել եք, գործուղնումների եք գնում, չգիտեմ ինչ եք անում, հա? Արմեն Գևորգյաններ են օրը ԵԽԽՎ-ում հա առանց գործուղման հա գնացել Հա Մանուկյան, մենք էլ ենք իրար հետ գնացել իր հաշվին հա գնացել ԵԽԽՎ Իրար հետ ենք եղել Բա որ այդքան սարսափազդու է դու եկել եք ստեղ նստել բա ուր են մասաները Բաղրամյան պողոտայի մաղալները որտեղ են տարեք դրեք Հա շատ լավ իսկ չեկայի եկեք չեկայի եկեղեցու հարաբերություններին չանդրադառնանք էլի որովհետև ստիպված կլինենք տենանք տարբերակենք քանի ով ամեն փարաջահակած չի որ պարտադիր պետքա եկեղեցական լինի կարող է ընդհակառակը չեկիստա եւ այդ կոնֆլիկտը դրանով է հանգուցալուծվել որ դե չասենք ինչ երկրորդը նվիրատուների ցուցակը ազդարարում հրապարակվել է բայց հիմա դուք կարանք ասենք ինչ շատ հարցեր է առաջացնում ԿՊ-ի նվիրատուների ցուցակը բայց ես ուզում եմ տեսնեմ դաշնակցության նվիրատուների ցուցակը ես ուզում եմ տեսնեմ ՊՈՒ-ի նվիրատուությունների ցուցակը ուրա որտեղ է տվեք